Սիրելի բարեկամներ, սկսում ենք ստատուս քո վերլուծական հեղինակային հաղորդաշարի այս դրվագը թողարկումը եւ ես այսօր հյուրընկալել եմ Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին։ Էդմոն, ողջունում եմ ձեզ, ուրախ եմ ձեզ տեսնել, վաղուց տաղավարում ենք միասին չենք շփվել։ Ես եմ շնորհակալ։ Այս պաստառը, որ մենք դրել ենք, խոսում է այն մասին, որ ըստ իս Հայաստանում մենք սկսել ենք լրջագույն խնդիրներ ունենալ ժողովրդավարության բաստիոնի, այսպես ասած, միայն արտաքին շղարշը պահպանելու, բայց իրականության մեջ եւ խոսքի ազատությունը, եւ ժողովրդավարական գործընթացն, չեմ ասում ռեֆորմները ժողովրդավարական ինստիտուտների, մեղմ ասած հերրու են ցանկալի մակարդակից։ Դուք ինչպես եք կարծում։ Այս վերջին հատկապես զարգացումները հաշվի առնելով։ Ես կարող եմ վստահաբար ասել ձեզ, որ Հայաստանը վերջին 7 տարիների մեջ հաջողությամբ տապալել է Եվրոպական միության հետ խորի եւ համապարփակ համագործակցությունը, որը SEPA-ի համաձայնագրով է գործում եւ մենք բարեփոխումների ամբողջ օրակարգը տապալել ենք։ Դրա վերաբերյալ բնականաբար կան զեկույցներ գնահատականներ Եվրոպական միության կողմից եւ դրան գումարվում է նաեւ արդեն քաղաքական եւ քաղաքացիական ազատությունների բնագավառում մարդու իրավունքների լրջագույն ոտնահարումները, հետեւաբար կարծում եմ ներքաղաքական կյանքում որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանը իր ունեցած ժողովրդավարական ինստիտուտների համատեքստում լիբերալ դեմոկրատիա ինստիտուտների յետընթաց է ապրում։ Այլ բան է, որ կա կեղծիք հետաքրքիր, որը որ քաղաքացիական հասարակության, այսպես կոչված, մի շերտ ներկայացնում է, որ երկիրը ժողովրդավարական զարգացում է ապրում, ռեգիոնի միակ ժողովրդավարությունն է, բայց այդ կեղծիքը, գիտեք, ինքը արտաքին քաղաքական ուղղության իմաստով ունի հովանավորչություն, բայց դա երկար չի կարող տևել, այն ինչ որ պահի մարդիկ բախվելու են փաստերի հետ։ Օրինակ, հենց հիմա բախվել են այդ փաստերը, ես մի հատ օրինակ բերեմ։ Ես սկսեցի դրանից նաև, էլի, որ եթե Հայաստանը գնում է դեպի Եվրոպական միություն, եթե դա պետք է ուրեմն SEPA-ի համաձայնագրի ռեֆորմները, Հայաստանը իրականացրած լիներ հաջողությամբ, սակայն Հայաստանը տապալել է հաջողությամբ։ Հետեւաբար, այստեղ կեղծիքը ի հայտ է գալիս։ Բարձր իրանք ասում են, դե կադրային խնդիր ունենք, բան չենք կարող։ Իրանք հիմա ասում են պատերազմ էր, կովիդ էր, հիմա մեզ տվեք մանդատ, մենք այն ինչ որ խոստացել ենք 18-ին, կանենք, ենթադրենք 3000 թվականին։ Հա, դե անընդհատ պետք է ասեն, մեզ տվեք մանդատ, որ ասենք շեմ Ռոբերտ Քոչարյանին դատենք, մեզ տվեք մանդատ, որ բան անենք, Սերժակյանին բռնենք, մեզ տվեք մանդատ, որ ռեֆորմները անենք։ Դե ժողովուրդն էլ արդեն, հա, դե ասենք, հիմա 2 անգամ այդ մանդատը տվել է եւ շատ ծանր երկրորդ անգամ շատ ծանր պայմաններում է տվել։ Շատ ծանր մտավախություն, որ այս երրորդ անգամ էլ է տալու։ Արդար process-ի իմաստով ես չունեմ մտավախություն։ Իսկ եթե լինեն արդար process-ներ, Նիկոլ Փաշինյանը լավագույն դեպքում լինելու է ընդդիմադիր խմբակցության ղեկավար։ Եթե արդար process չլինի, այսինքն մրցակցային ընտրական process չլինի, այսինքն հա կարա բոլորին բռնի եւ ասի ես ընտրվել եմ հիմա։ Դե ճանապարհով են գնում, չէ՞։ Փաստորեն մենք տեսնում ենք արքեպիսկոպոսներ, եպիսկոպոսներ, հոգևորականներ, բլոգերներ, անկախ նրանից կիսում են, չեն կիսում իրենց հայացքները, դա հարցի երրորդ կողմն է։ Բոլորին ուղղակի մեզ է կարող վաղը մի բան գտնեն եթերում մի բան ասած, չգիտեմ, մարդ ենք, մի բան ասել ենք, ասեն, ըհը, դու այսօր Հայկ Կոնջորյանը ասում ունակ հայհոյելը արդյոք կարելի է եւ չպետք է դատապարտվի։ Ունակ կարելի է հայհոյել։ Չի կարելի հայհոյել եւ այն պետք է դատապարտվի, բայց մարդուն տանը բանտ նստեցին, այն կապ չունի ազատ խոսքի հետ, բայց բնականաբար այն միջոցները, որ կիրառվում են, դրանք կապ չունեն հայհոյանքի դեմ պայքարի հետ, որովհետեւ դրանով չես կարող պայքարել հայհոյանքի դեմ, եւ այստեղ նաեւ ընտրողաբար է։ Հիմա եկեք անկեղծ լինենք իրար հետ եւ եթե որևէ մեկը ձեզ կամ ինձ հայհոյանքներ տա, որևէ եթերում կամ Facebook-յան որևէ էջում մենք բացառում ենք, չէ՞, օրացեն դիմակավորված կգնա եւ այդ մարդկանց կբռնի։ Այսինքն օրենքը, բայց ընդհանրապես ենթադրենք կարգ ու կանոնը օրենքը ընտրողաբար կիրառելու ԱԱՑ-ն հայհոյող մարդուն բռնում, դա է գործառույթը։ Քանի որ երկրում իրավապահ համակարգը գործում է մի բանի համար, որ իշխանությանը պաշտպանի, Տեսեք, քաղաքացիները իրենց սպանում փողոցներում, չէ՞։ Ոչ մի բան տեղի չունենում, սպանում են մարդկանց փողոցներում։ Իրավապահ համակարգը գործում է, որ իշխանությանը պաշտպանի։ Հիմա
Դրա համար եմ ասում, որ այդ իշխանությունը պաշտպանելն էլ միայն միակողմանի է, ընդդիմադիր որևէ մեկին հայհոյեն, սովորական որևէ քաղաքացիային, այդ նույն բաները տեղի չեն ունենա։ Հետեւաբար սա ճճացող, երևացող մի process է, որը ցույց է տալիս, որ մենք ոչ միայն յետընթաց ենք ապրում, այլ մենք արձանագրում ենք մենախայտարակ, ինչ ասեմ, մարդու իրավունքների ոտնահարումների ժամանակաշրջանը։ Եվ դա ազդելու է ընտրական process-ի վրա։ Տեսեք, մարդիկ սպասում են որ ընտրությունների օրը, չէ՞, ինչ որ այտենց կեղծ են, բան ասում են, դե ինչ կուզեն կգնացեմ ժողովուրդ ջան, չէ, ինչ ուզել գրելով չի։ Մինչև ընտրություններն է process-ներ տեղի ունենում, ընտրության օրը կարող են աշխարհում ինչքան դիտորդ կա, գաննային որոշի բան չի լինում։ Օրինակ եմ ասում ձեզ։ Դա Սարգսյանից է։ Հա, եւ չեմ կանխատեսում որ դուսան օրը բանա լինելու էլի։ Այսինքն արվում ամեն ինչ մինչև ընտրությունները։ Այն լավ ֆիլմ կա, հումորային դիկտատորը, որ բանա սպրինտ են վազում եւ արագ վազք է սպրինտը, արագ մեկնարկում է ու վազքի կեսից իրանից առաջ անցած մարդկանց վրա կրակում է, սպանում են, մնում է միայնակ եւ ֆինիշին է հասնում։ Հիմա այդ վիճակն է։ Հիմա եթե ընտրությունները այդ տրամաբանությամբ է գնում, հա parza ձեր հարցին եմ հետ գալիս, հա կարող է անունը դրվի, որ երրորդ անգամ էլ տվեցին։ Ես ձեզ ասում եմ, ընտրական, էլեկտորալ իրական փաստերով չկա հնարավորություն երրորդ անգամ ընտրվելու, չունի։ Չկա, չի կարող։ Այս պարոնը երեք հայտարարեց, որ Արցախի անկախություն թեման fake թեմա է։ Սա ինչ է արդեն։ Այսինքն ինքը չէր խոսում նա ասում որ Արցախը Հայաստանն է, իր տղաներ ծառայում, կարծեք թե Արցախում ինքն էր խոսում տարբեր էլի լիքը բաների մասին դիմադի մարդ կա կատակով ասում է հետ բերեք Մորուքով Փաշինյանի նա ավելի լավն էր, քան թե սափրված է։ Դե կատակն է որ չլինի եւ մենք բոլոր կխելագարվենք։ Դա ինչ է, սա արդեն մենք ուր են գնում։ Գիտեք, ցավ եմ ասում ափսոսանքով մեր ընդդիմությունը չի հասկանում որ Արցախի թեմայից հիմա խոսակցություն է։ Բացարձակապես էլեկտորալ նշանակություն չունի եւ չի ազդում վատ իմաստով Նիկոլ Փաշինյանի վրա։ Չեն հասկանում։ Ինչքան իրանք թեման բացում են, այնքան Նիկոլ Փաշինյանը իրանց մեղադրում է եւ իր համար ամեն օր նոր ձևակերպված, նոր անգլերեն ասած paraphrase արած, նոր ձևերով արդարացնող տեքստեր է գեներացնում եւ իր էլեկտորալ բազան ամրապնդում դրանով։ Ժողովուրդ ջան, այդ թեման բանը էլի չի աշխատում Նիկոլ Փաշինյանի վրա, ուրիշ բաներ մտածեք։ Ես գիտեմ օրինակ ինչ էր, ինչից որ օրինակ խոսում ենք, այդ թեման անդադար, հասկանում եք։ Հենց ասեն բանա, fake չի անկախության թեման, այնքան բան կար այդ բանավեճի մեջ խոսալու։ Ընդ որում երկու կողմից էլ խոսալու լիքը բան կա։ Ասենք ես կարող եմ այնտեղ նստել փաստարկներ բերել, կարող եմ պատտվել ստենսել փաստարկներ բերել։ Հետաբար իմաստ չունի։ Ուրիշ բան է պետք, եւ այդ ուրիշ բանը հետեւյալն է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն արտաքին քաղաքական իմաստով է ցախողումներ արձանագրել, նաեւ ներքաղաքական մարդկանց կյանքը բարելավելու իմաստով է ցախողումներ արձանագրել։ Նա դեռ խոսանք մեր ներքին կյանքի մասին։ Նա դեռ խոսանք ինչա կատարվում երկրի մասին։ Բայց կանցած բերում են այն փաստերը, որ աշխատավարձերը բարձրացել են, գնաճը կրճատված է, մարդիկ ահավասիկ, մեկ այդ հայտնի դիտարկումն է, գնում ես ռեստորանները լեցուն են, ուրեմն ամեն ինչ լավ է, կյանքը ուղղակի այսպես։ Պատերազմի ժամանակ էլ ռեստորաններում մարդիկ կային, հետո տնտեսությունն պետք է աշխատի, պատերազմի ժամանակ էլ ռեստորանները աշխատում էին, հետո։ Ասենք Ուկրաինայում էլ։ Ուկրաինա հենց հիմա Կիևում կա գրանք կլուբներ, ակումբներ գնանք, ռեստորաններ գնանք, կա այդ, որ լույսերը գնային շուտ պահի, բայց հիմա իմացած ինչն է, նայեք։ Հիմա ասում է մարդկանց կյանքը բարելավել է եւ այլն, չէ։ Այո 150,000 մարդ հիմա հետ գամ, որ ասում են Արցախի թեման, ախր այդ թեման էլ պետք է իմանաս էլի ոնց խոսած։ 150,000 մարդ ունեին բնակարաններ, տներ, քառակուսի մետրով ինչ որ տնամերձ հողեր, հա, այգիներ եւ այլն եւ այլն։ Հիմա այդ 150,000 մարդը չունի այդ տեղերը, այդ հողերը։ Չունի։ Ասենք մարդ կար տուն ուներ Ստեփանակերտ, արժե 35,000 ԱՄՆ դոլար։ Օրինակ եմ ասում ձեզ։ Հիմա այդ մարդը չունի այդ տունը։ Այդ կորուստը տնտեսական կորուստ չի, որ հիմա իրանք ասում են տնտեսական աճը այսքան է, այնքան է, այսքան է, այս այն է։ Դա կորուստ չի տնտեսական։ Հայաստանի զինված ուժերը ուներ այսքան միլիարդ դոլարի զենք, մի չունի։ Եվ վերջը գամ դեմոգրաֆիա, մարդ ռեսուրսի վրա։ Հազարավոր մարդիկ մեր հետ էին, մեր հետ չեն։ Չկան այդ մարդիկ, որտեղ զոհվել են։ Պատերազմի դաշտում
եւ այլ պայմաններ։ Կեսնը վիրավորվել են, դարձել են անաշխատ։ Վիրավորվել են, այսինքն ասել որ այդ նայեք Ժողովուրդ ջան, ես ձեր բանը թոշակը 1000 դրամով ավելացրել եմ, չի դեմ։ Դա աշխատում է։ Թոշակը ցույց են տալիս, ենթադրենք այս գյուղը չուներ դպրոց, սարքեր են, շատ լավ է, դպրոցը ունի գյուղ, շատ ֆանտաստիկ բան է, բայց սա աշխատելու է ընտրողի վրա։ Չէ, նա Երևանում ես այս նիհիլիզմը տեսնում եմ, էլի, չէ, Գևորգ ջան, նետ, չի աշխատել, չի աշխատում։ Ես ասում եմ, չի աշխատում, ինքը այլևս ընտրել հնարավորություն չունի։ Նայեք, Երևանում շփվում ենք մարդկանց հետ, բոլորին ինչ-որ տենց հուսատ բանի մեջ են, որ դե մարզերում բոլորը իրան են ուզում ընտրեն, որովհետև դպրոցներ են սարքել, որովհետև ասֆալտ են արել։ Դա նորից եմ ուզում հետ գամ այս մտքին, էլի։ Նիկոլ Փաշինյանը եւ ցանկացած ուժ ունի էլեկտորալ առաստաղ։ Էլեկտորալ առաստաղ։ Էլեկտորալ առաստաղ նշանակում է մի հատ տեղ կա, որից վերև չի բարձանում։ Այդ առաստաղն այնքան է, որ ինքը չի կարող ձևավորել իշխանություն։ Մեծամասնություն նկատի ունեք, այսինքն բացարձակ մեծամասնություն չի լինում, չբացարձակել չի լինում, չկա։ Այսինքն ինքը ընտրություններում գոնե 30% չի հավաքելու։ Չէ, 30%-ը դա մեծամասնություն է, որոշ բան։ Դա կաս լավ ընդդիմադիր ավելի քիչ են հավաքելու հաստատ։ Կաս լավ ընդդիմադիր ֆրակցիա ունենան, եւ վերջ։ Չէ, մնացածը կյանից կա այդ 30-ից քիչ են հավաքելու, բայց միավորվելով բայց կմիավորում են։ Դե մի դա մյուս հարցի մասին են գալիս։ Հիմա սպասեք տեսնում եմ, չէ՞։ Այս մասը արձանագրենք։ Ընդդիմադիրների։ Եկեք այս մասը արձանագրենք։ Հիմա այս մասով այդ դպրոցը, ասֆալտը, թոշակը, աշխատավարձերը, բանակը 1.5 տարի սարքել է, ինչ կա, ինչքան պոպուլիստական բան կա, քիչ առաջ մեկին տեսա ասեց, հրահանգ կա, որ ոստիկանությունը քիչ մարդկանց ճնշի փողոցներում, այտենց ակտերը բան, բոլոր ուղղություններով աշխատում են։ Հիմա ասում ատամները հաշվել են գիտեն ձևերը, լավ, այդ ամեն ինչի հանրագումարը մաքսիմում թող 35 լինի։ Մաքսիմում թող 40 լինի։ Լավ, բայց այդ արդեն դա նշանակում է, որ եթե մյուսները դա նշանակում է, որ 60%-ը այն կողմում է, ինքը չի ընտրվում։ Հիմա հետևաբար տնային աշխատանքը ընդդիմադիր դաշտում է։ Պետք չի դպրոցներին բանը թիրախավորել, պետք չէ ասֆալտի ճանապարհը թիրախավորել։ Եթե ուսումնասիրենք մեր բյուջետային ծախսերը եւ ինչ որ երկրում տեղի ունեն, մենք կան կապացել, որ 2 անգամ ավել ասֆալտ կարող էր երկրում արվել։ 2 անգամ ասֆալտ կարող էր ավել արվել։ Եթե օրինակ անիմաստ ոստիկանական ծախսեր չուրճացվեին, թե անիմաստ կառավարության վարչապետի աշխատակազմը միլիարդներով դրամներ անիմաստ առանցումով ծախսեր չաներ։ Վերջը ուզեմ ասեմ, այս մասով էլ կարող են կապացուցել, բայց ասածս նա է, որ այդ բոլոր դրական բաները, որ այո դրական բաներ կան, դրա հանրագումարն է, որ ինքը կարա 30 լինի։ Եթե չլիներ, այդ 30-ը չէ լինի։ Սա էլ է պետք հասկանալ։ Այդ 30-ը ողոթից չի։ Այդ բաներով հանրագումարով եկել այդ 30-ը ինչքան եք ասում։ Բայց 60-ը, 65-ը այն կողմում է, այն կողմում պետք է աշխատանք տանել, որ դա չդառնա ընտրական փոշի, որ դա չդառնա ձեր ասած կեղծ ընդդիմադիր ձայն։ Այստեղ մենք խնդիր ունենք, որովհետև եթե Քոչարյանը նույնիսկ մասնակցում է, Սերսակցյանը նույնիսկ մասնակցում է, այդ 60-ն էլ արդեն միավորման խնդիր ունի, շատերը չեն գնալու իրեն ձայն տալու եւ հավանական է, որ նորից էլի ինքը 40-ից ավել հավաքի։ Դե եթե նկատել եք, օրինակ ինքը նպատակային թիրախավորում է նախկին նախագահներին։ Նպատակային թիրախավոր։ Այդ նույն բանավեճի կանչելը բան, ինչի մասին է, որ ինքը կռիվը ուզում է դարձնի 21 թվականի նման, որ այո կան բազմաթիվ ուժեր, բայց ես ձեր հետ կռիվ չունեմ։ Իմ կռիվը իրանց հետ է, եւ Ժողովուրդ ջան նայեք, խեմ ես իրանց հետ կռվում, որովհետեւ իրանց շանսը մեծ է, իրանք գալիս են։ Իրականում դա սուտ է, այդպես բան չկա։ Ասենք էլ այլևս այդ նախկին իշխանության բոբոյով վախեցնել չի լինում, որովհետեւ ասենք օրինակ նոր ձևված մեր ձևով անցել է նախկին իշխանություններին։ Օրինակ դա չի լինում այդ նախկինով վախեցնելը։ Հիմա պետք է Ռուսաստանով են վախեցնում իբր թե։ Շատ լավ, հիմա ցանկացած մարդ որ Նիկոլ Փաշինյանին քննադատում ասում են Ռուսաստանից է։ Ռուսաստան, KGB, բան, չգիտեմ, գործակալ, ագենտ, հասկացանք, հա։ Չգիտեմ արդեն, այստեղ զավեշտալի է։ Դա էլ չի աշխատում։ Այդ ինչ որ դուք ինչ փաստարակ բերեցիք, դա տեղավորվում է իր 30-ի մեջ։ Այն 60-70-ը իր դեմ է։ Հիմա այդ իր դեմը ոնց է կապիտալիզացվում, ոնց է գնում ընտրական տեղամաս, ոնց է դա հասնում ընտրական օրը կապիտալիզացիա, բան, բյուրեղացվում որպես իշխանության հաղթող, այո, այդտեղ լիքը գործ կա անելու։ Եթե դա չի արվում, ինչ ասես կարա լինի, հա, կարա։ Համարքյան, կա այսպես կարծիք, որ Արևմուտքին, Ռուսաստանին ձեռնտու է Փաշինյանը, Թուրքիա, Ադրբեջանը թողնենք մի կողմ,
կա կոնսենսուս, այսպես ասած, Փաշինյանին տեսնել իր շարունակումն իր այս ամբողջի, որովհետև ինքը կարծեք բոլորին փորձում է բավարարել քաղաքական տարբեր իրենց, այսպես ասած, ցանկությունները։ Այդ դեպքում ո՞նց ենք մենք կարողանալու ձեռնոց նետել բոլորին։ Ասեմ, ոչ թե դու բոլորին ձեռնոց ես նետում, տեսեք, եթե Արևմուտքը, Ռուսաստանը, չգիտեմ, Թուրքիան, Ադրբեջանը բոլորը ուզում են, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, դա չի նշանակում, որ Հայաստանի ժողովուրդը ուզում է վերընտրվի։ Հասկանում եք, Հայաստանի ժողովուրդը որոշիչ դերակատար է։ Այդ որոշիչ դերակատարը կարող է որոշել, որ չէ, Նիկոլ Փաշինյանին չեմ ուզում եմ ինչ անի, եւ էլի եթե ինչ-ինչ-անը գա, փորձի համադրել շահերը Արևմուտքի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի եւ էլի խաղաղ լինի, էլի Հայաստանը ավելի բնականաբար ձեռքբերումներ կլինեն եւ զիջումներ չեն լինի, եթե փոխվի Նիկոլ Փաշինյանը իր թիմը։ Հիմա այդ իմաստով ես կներեք ինչ չի է տարագրում օրինակ ումաձեռնտու Նիկոլ Փաշինյանը, որովհետեւ ես գիտեմ, որ վերջին հաշվով պետքա թղթեր բռնի իրար։ Պետք է ընտրությունների օրը թղթերն իրար բռնեն, այսինքն մարդկանց քվեները։ Եվ արձանագրություններով կասեն, որ ինքը հաղթել է։ Ուղղակի այստեղ մի փոքրիկ Բարձր նրանք կարող են օրինակ, եվրոպական քաղաքական ընտանիքի ժողովը Երևանում է, չի անցնելու։ Դա ինչ է, դա նվեր է Փաշինյանի իշխանությանը, որ փորձի կապիտալիզացնել։ Որտեղ իրանց ձեռնտու է։ Դա մաքրում է, whitewash է անում Փաշինյանին։ Շատ լավ, դա իրանց ձեռնտու է, անում են։ Հիմա մենք մեր խոսակիցը, մեր ժողովուրդն է։ Դուք մի գնացեք Դանիային, բացատրեք Ֆրանսիային, Նիդերլանդներին, չգիտեմ, ելում ասեմ, Միացյալ Նահանգներին կամ Ռուսաստանին, որ Նիկոլ Փաշինյանը ձեռնտու չի հայ ժողովրդին։ Հայ ժողովրդի հետ պետք է խոսակցություն ունենալ։ Համաձայն եմ։ Որտեղ ասենք հիմա մի հատ դանիացու համար հիմա ինչ տարբերություն մեր կնիկների եւ զինանշանի վրից Արարատ լեռը, որ մեր համար սրբություն է, մեր ինքնության մի մասն է, հանում են թե չեն։ Ինչ եղավ ձեր դատական այդ հայ։ Պրոցեսի մեջ է, ընթացքի մեջ է։ Իրենք մերժեցին կասեցնել որոշումը, դատարանը մերժեց կասեցնել, բայց ըստ էության գործի քննությունը պետք է տեղի ունենա, ուղղակի որոշել են, որ գրավոր ընթացակարգով անեն, որպեսզի մենք մի 5000 մարդով չգնանք դատարանի մոտ հավաքվենք, որը հնարավոր էր անել։ Գրավոր ընթացակարգով քննենք, ասում են։ Գիտեն ինչ են անում։ Ամեն դեպքում մենք չենք համակերպվելու, էլի, այսինքն քննենք, տեսնենք ինչ է։ Կարծում եք դա ինքը շարունակությունն է ունենալու այդ Արարատը հանելը, հետո էլ ինչ որ տեղերից պետք է հանել։ Արարատը պետք է հանեն նաև զինանշանի վրայից։ Նիկոլ Փաշինյանը եթե վերընտրվի, Արարատը զինանշանի վրայից հանվելու է։ Գրենք սա։ Եվ դա ոնց ասեմ, իրանք չեն թաքցնում է ախր, որ իմանան թաքցնեն, օրինակ, չգիտեմ, ասեն ոնց ասեմ, խոստանում ենք սիրելի հայրենակիցներ, հա, որ Արարատ լեռան պատկերը չի հանվելու է զինանշանի վրայից։ Չի կարող նման խոստում ինքը տալ։ Այդ ման գիտեք ինչն է բանը, ասենք լավ իշխանությունը ինքը ի վերջո իշխանության պայքար է մղում վերընտրվելու բան եւ այլն։ Այսպես ասած դա բնական է, բայց լավ են մարդիկ։ Ինձ դա է միշտ հետաքրքրել։ Լավ իրենք դրա համար վճարվում են, իրենք դրա համար մնացած այդ ինչպես է ստացվում որ այդպես չէ որ քիչ են իրենց աջակիցները դե ամենուրեք տեսնում ենք հարյուրավոր հազարավոր դիտումներով CVKM-ներ, չգիտեմ, Facebook-յան ստատուսներ, հազարավոր այդպես կոմենտներ, որ այո, ճիշտ է անում եւ այլն, եկեղեցուն պետք է դատապարտել, այս պետք է անել, որտեղից այս մարդիկ հայ են, չէ, հայեր են։ Այո։ Չեն կարող ասել, որ դա թուրք են, չգիտեմ ինչ։ Չէ, կան թեզեր, որոնք որոշակի էլեկտորալ բազաներ ակտիվացնում են եւ բյուրեղացնում են, ակտիվ պահում են։ Դրանք բազմաթիվ են այդ թեզերը։ Օրինակ, մի թեզ կա, որ Հայաստանը իբր վերջապես անկախանում է։ Կեղծ անկախական ավելի անկախ է, քան երբևէ։ Կեղծ անկախականների մի հատ բան է, զանգված է ձևավորում, կեղծ բնականաբար, ովքեր այդտեղ ակտիվ են, խոսում են, դիտում են, մեկնաբանում են, ասենք օրինակ YouTube-ի կոմենտներում կամ Facebook-ի, այական չի։ Եվ այդ ուղղությունը սպասարկվում է, այսինքն դա ակտիվ ուղղություն է։ Կա օրինակ ուղղություն, որը օրինակ ատելություն ունի, ատելությամբ լցված է եկեղեցու, եկեղեցականների բանի նկատմամբ։ Այդ ուղղությունը այդտեղ է ակտիվացված։ Կա ուղղություն, որ մարդիկ են դրանք բոտեր են դրանք։ Չէ, դրանք մարդիկ են։ Դա ի՞նչ է։ Չէ, բոտեր էլ կան, բայց մարդիկ են։ Մարդիկ են, որոնց փող են տալիս։ Այսուտ կլինի որ ասել բոտեր են։ Լավ, ասենք փորձագետներ անհերեական չեն, մենք բոլորս է գիտենք ու մասն է խոսքը։ Մի 10 հոգի այդպես փորձագետ կա։ Չէ, անձնական շահ, նրանք սովորական մարդիկ չեն, նրանք բազմապատկում են այդ էֆեկտը։
նրանք խոսացող գլուխներն են եւ նրանք հստակ շահերով առաջնորդվում։ Լավ, արևմուտքը ինչպես չի տեսնում ով է խոսացող գլուխ, ով է իրականում փորձագետ, ինչպես է որ այն արևմուտքը, որը մեզ սովորեցնում էր ունենալ քննադատական մեդիա գրագիտություն պետք է ունենալ, ամբողջովին քարոզչության, ուղեղների լվացումը, մանիպուլյացիաներ, ուղղակի լավ, օքեյ, ամեն ինչ լավ է, խնդիր չկա։ Որովհետեւ իրենց ունեցած մոտեցումները այնպիսին են, որ դա բազմապատկվում է Հայաստանի ներսում եւ Հայաստանի ազգային իշխանությունը մեր կառավարությունը եւ էքսպերտները հա որ կառավարությանը սպասարկում են ներկայացնում են արևմտյան գործընկերներին բաներ, որոնք հայ ժողովրդի շահերի հետ կապ չունեն, բայց իրանք ասում են հայ ժողովրդի շահերը սրանք են։ Նրանք էլ ասում են հա այդ շահերը դրանք են, մենք աջակցում ենք։ Հիմա պատկերացնենք փորձագետներ են գնում դեսպաններ հետ հանդիպում են կամ իշխանական պատգամավորներ։ Եվ ոթից չեմ ասում ձեզ։ Եվ ասում են Արադ լերը պետք է հանենք, որովհետև այն գրգռում է Թուրքիային, պատերազմ կլինի, բան։ Հիմա դուք Ամերիկայի դեսպանն եք կամ Նիդերլանդների, ինչ պետք է ասեք։ Ասեք մի հանեք։ Չէ, ողջուն եմ ընդհակառակը։ Ապա ողջուն եք ասեք, բայց եթե դուք տենց եք կարծում, մտածեմ որ նրանք ովքեր դեմ են խաղաղության։ Հա, հասկացանք, բայց դեմ են ուզում են պատերազմին, ուզում են Ռուսաստանի դերն են ուզում։ Այդ համատեքստում դուք կամ ես ասում ենք անկալելի է դեսպանի համար։ Հասկանաս, որ մենք ենք շանսում բացատրել, մենք ընկալելի, բայց ավելի հետադիմական է դիտում այդ մոտեցումը, որ ոչ պետք չի հանել։ Եթե դու որևէ դեսպանի բացատրես, որ այդ Արադ լերը ռուսներն են դրել, որ լինի մեր սրբությունը, որպեսզի մենք ստրկանանք, լինենք իրենց գրպանում, լինենք կախյալ, այնպես բաներ խոսած, հա ինքը ասելու դու ճիշտ եք անում, հանեք որ չլինի կախյալ, հանեք ախպեր։ Այսինքն դու նարատիվից է կախված, ինչ ես բացատրել։ Լավ, այդ մարդիկ դու ինչ ես բացատրել։ Հիմա կարող է մեկը գնացել է բացատրել, հա, մի քիչ բան եմ անում, գրոտեսկ եմ անում։ Նույն վիճակում ենք, մենք բոլորս ենք այդ ամեն օր ենք այդ հանդիպումների մեջ։ Գրոտեսկ եմ անում, տես։ Կա մեկը մի դեսպաններին բանի բացատրել է, որ իրանք որ երբ որ ծորենը մենք ուտում ենք Ռուսաստանի հողերում աճած, մենք ավելի ռուսամետ ենք։ Մենք կայսրական բանի մեջ ենք, ուզում ենք կայսրին պաշտպանենք, փոխանակ մեր երկիրը պաշտպանենք։ Եվ եթե ուրիշ ծորեն ուտենք, օրինակ, մնգրի ուրիշ ձայնի։ Հիմա էլի ռուսական ծորեն են ուտում։ Չէ, հիմա հասկացանք։ Չէ, բայց դա ասիկա նույնիսկ դա չեն փոխում։ Դուք դասեցիք։ Բայց դες ծորենը անցնում է Ադրբեջանի միջոցով։ Հետեւաբար ինքը փոխվում է որպես ծորեն։ Ինքը արդեն ծորեն։ Դա ուրիշ ծորեն է։ Ուզեմ ասեմ, եթե մեկը ես չեմ բացառում, որ մեկը գտել է բացատրել։ Այդ որտեղից մեր մոտ այդքան ադրբեջանամոլություն։ Ինչ որ անհասկանալի է։ Ես միշտ կողմնակից եմ եղել նորմալ հարաբերությունների, որովհետև դա բոլորս հասկանում ենք, որ քաղաքական առումով միջազգային հարաբերությունների որը մեկը չենք ցանկանում պատերազմների մեջ ապրել։ Հասկանալի է դա, բայց ամեն ինչ ունի չափը, տրամաբանությունը, իր, այսպես ասած, գիտակից, այնպես չի որ ուղղակի անգիտակից գնում ես։ Այո։ Բայց ինչպես ստացվեց, որ հանկարծ բոլորը սկսեցին դառնալ այսքան, ընդ որում նույն բանի համար իրենք մեղադրում են Ռուսաստանին, երբ որ նույն բանը անում է Ռուսաստանը, բայց երբ որ անում է Ադրբեջանը, դա օքեյ է, դա լավ է եւ դրա պետք է ուղղակիորեն հանդիպել, իրենք գան, ֆանտաստիկ է, այստեղ ընդունում են իրենց ուղղակի կոմպլիմենտներ են անում, որ ահավասիկ դուք Երևանում եք, տեսնում եք ինչքան հրաշալի է Երևանը, բան եւ այլ։ Այդ ինչպես է ստացվում այդ։ Ես չեմ կարծում, որ դա ադրբեջանամետություն է։ Ես կարծում եմ, որ հատուկ ծառայությունները Ադրբեջանի եւ Թուրքիայի Հայաստանում ակտիվ աշխատում են։ Հայերն են դա ասում։ Հա, հասկացա, հայերի հետ են աշխատում, հովրացիների հետ չեն աշխատում։ Հա, հայ մարդկանց հետ աշխատում են։ Այսինքն գումար են տալի։ Ես չգիտեմ, բայց աշխատանք տարվել է եւ տարվում է։ Ես դա շատ շուտվանից եմ նկատել, որ այն թեզերը, որոնք որ Բաքվում կային եւ մենք դրանց դեմ կռիվ էինք տալիս, այդ թեզերը եկան դարձան մեր հանրային դաշտի քննարկման առարկաներ եւ հետո դարձան մեր ինքնուրույն թեզեր։ Օրինակ, Ղարաբաղը բեռա ձեր համար, դուք պետք է դրանից ազատվեք։ Դա ադրբեջանական թեզ էր։ Ղարաբաղի կռիվը սարքել են կայսրությունները ձեր համար, որ մենք կռվենք իրար հետ, այլապես մեր մեջ ամեն ինչ լավ էր միշտ, բայց այդպես բան չի եղել, միշտ կոտորածներ ա եղել։ Թեզեր կան, որոնք որ ներդրվել են, շրջանառվում են եւ դա դարձել արդեն հայկական թեզ։ Նախանգարում է Թուրքիայի հետ։ Երկար տարիներ առաջ եւ Թուրքիայի շատ քար։ Երկար տարիներ առաջ 16, 17, 18 թվականների մոտ եմ ասում, Հիկմեթ Հաջիևը ելույթ է ունենում մի տեղ, մի համալսարանական տեղ։ Եվ ասում են, որ մենք պետք է կարողանանք հասնել նրան, որ ոչ թե մենք հայերին համոզենք,
որ դուք սխալ եք, մենք ենք ճիշտ, այլ հայերն իրանք ասեն, որ իրանք սխալ են, այլ հայերն իրանք ասեն, որ Ադրբեջանն է ճիշտ, այլ հայերն ասեն, որ մենք օկուպանտ ենք, հայերն ասեն, որ մենք հանցագործ ենք, հայերն ասեն, որ մենք պետքա դատենք մեր լիդերներին, որովհետև մենք հանցագործություններ ենք արել ադրբեջանական ազգի դեմ, հայերն ասեն, որ մենք պետքա զիջումների գնանք ընդդեմ Ադրբեջանի նկատմամբ։ Մենք պետք է ասենք նրան, որ այս մեր նարատիվները դառնա հայկական նարատիվներ, մտնի հայկական մտքեր, հայկական խոսույթ, հայկական ժողովրդի մեջ, հայ ժողովրդի մեջ եւ հայերը իրանք բերանով սասաղ ասեն։ Եվ հիմա դուք շատ ինձ եք նայում։ Եվ դա արդեն չէ, ես արդեն տարիներ է, սրանք տեղի են ունենում։ Եվ ես ավելին ասեմ, սրա կուլմինացիան լինելու է սահմանադրական այսպես կոչված հանրակրվեն։ Եվ իրենք ինչ են ասում են հիմա մենք ուզում ենք ոչ միայն դուք ասեք եթերներում, որտեղ եթերներում ասում են ամբիոնից ասում, ազգային ժողովի եթերներում են ասում ամենտեղ։ Դուք գնաք ընտրական տեղամասեր։ Ձեր քվեարկությամբ ասեք, որ դուք սխալ եք, ձեր անկախության հռչակագրի, ձեր պետության ողնաշարը դուք ձեր ձեռով գնացեք փոխեք։ Այո։ Հա, որից հետո խոսանք։ Կարևոր բան է։ Այսինքն կուլմինացիան, այս քննարկումները, բան է սա, այսինքն Փաշինյանի ընտրվելով չեք պրծնելու։ Եթե ուզում եք որ մարդիկ որ մտածեն որ ընտրվի դե կպրծնենք, ասենք կընտրվի լավ կհանդարտվի ամեն, չէ, չեք պրծնելու։ Իր ընտրվելով գալու է հանրակրվեի սեզոնը։ Հիմա գնալու եք հանրակրվեի, հիմա էլ հանրակրվեի պայքար ալնելու։ Հայաստանի հիմնադիր փաստաթղթերի փոփոխության փուլ է գալու։ Ես ձեզ ասում եմ, Հայաստանի հիմնադիր փաստաթղթերի փոփոխությունից հետո ոչ ոք չի կարող երաշխավորել, որ հարևան պետությունները այն Հայաստանը, որ լինելու է դրանից հետո ճանաչելու են իր տարածքային ամբողջականությունը։ Չեն ճանաչելու։ Դուք չգիտեք ինչերա ձեր հետ լինելու։ Չեն ճանաչելու։ Լուծումը, որպեսի այդ հանրակրվեն Հիմա չլինի։ չեն ճանաչում։ Հիմա էլ չեն ճանաչում, բայց Թուրքիան էլ ընդ որում չի ճանաչելու արդեն։ լուծումը, ելի եմ ասում, լուծումը Նիկոլ Փաշինյան չվեր ընտրվելն է։ Շնորհակալություն, պարոն Մարուկյան։ Շնորհակալություն նաև ձեզ, ելի բարեկամներ, որ հետևեցիք մեր քննարկմանը, որին մենք հրավիրել ենք Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուկյանին։ Հաջողություն ձեզ։